Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ քննարկման ներկայացնել մի կարևորագույն փաստաթուղթ, ինչպես պետք է մենք կարողանանք վերջապես այս խցանումների դժվարին ժամանակներում բեռնաթափել Երևանը եւ ինչ ծրագիր եմ ես առաջարկում բեռնաթափման նպատակով։ Կարծում եմ, որ առաջնահերթ է հատկապես նախարարությունների տեղաբաշխման հանրապետության ողջ տարածքով, մասնավորապես առաջիկայում առաջի շրջանում մինչև տարեվերջ կարելի է հատկապես Երևանամերձ մարզերում տեղաբաշխել նախարարությունները, մասնավորապես կարող ենք ասել, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը կարելի է Կոտայքում տեղաբաշխել եւ աշխուժացնել նաեւ Կոտայքում որոշակի գործառույթներ տնտեսական իմաստով, նաեւ քաղաքացիների մուտքը, նաեւ բեռնաթափել Երևանը։ Ֆինանսների նախարարությունը Արագածոտնում կարելի է տեղաբաշխել եւ շատ մոտ է եւ շատ հեշտ է աշխատանքներ տանել եւ կարող եմ ասել, որ կարեւոր է նաեւ որ երկրորդ քաղաքում հատկապես տեղաբաշխել, ոչ թե մարզկենտրոններում։ Պաշտպանության նախարարության ամենակարևոր գործառույթը Սյունիքում է եւ ճիշտ կլինի, որ պաշտպանության նախարարությունը ողջ կառուցվածքով տեղափոխվի Սյունիք։ Շրջակա միջավայրի նախարարությունը դա Գեղարքունիքն է, որովհետև Սևանա լիճն է համար 1 խնդիրը Հայաստանի Հանրապետության եւ Սևանա լիճի շրջակայքում պետք է տեղաբաշխել շրջակա միջավայրի նախարարությունը։ Գիտության, կրթության, մշակույթի նախարարությունը դա լավագույն տեղը Շիրակն է։ Գյումրիի կամ կողքի քաղաքում անպայման պետք չի որ անպայման մարզկենտրոնում լինի։ Էկոնոմիկայի նախարարությունը, որի մեջ է նաեւ գյուղատնտեսության նախարարությունը, Արմավիրում պետք է տեղաբաշխել եւ աշխատանքները իրականացնել հենց այդ մարզում։ Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը Տավուշում կարող է տեղաբաշխել, առողջապահության նախարարությունը Լոռիում եւ դրանք կաշխուժացնի ողջ հանրապետության տնտեսական կյանքը։ Բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները ակադեմիական քաղաք տեղափոխվել, առևտրի կենտրոնները քաղաքից դուրս անպայման տեղաբաշխել, կրթական մշակութային տնտեսական առանձին գործառույթներ բաշխել հանրապետության այլ տարածքներում, դրանով իսկ բեռնաթափել Երևանը եւ դրանով իսկ նվազեցնել արտագաղթը մարզերից, հատկապես սահմանամերձ գյուղերից։ Եվ այս բաշխման արդյունքում մենք ունենանք տարածքային հավասարաչափ համաչափ զարգացման պատկեր։ Շնորհակալություն ուշադրության համար։